Ողջունում եմ բոլորիդ, նախ հարթում ուզում եմ սկսել Վարդան Ղուկասյանի դոկի մասին մի նորությունով եւ այսպես, ինչպես գիտեք, դատարանը որոշում է կայացրել, որ այո չի արտահանձնի Հայաստանին, բայց հնարավորություն կտա մեկնել երրորդ երկիր։ Եվ այսպես այսօր իմացա, որ Վարդան Ղուկասյանը բողոքարկել է, արդեն բողոքարկել է որոշումը եւ մի խոսքով միգուցե շանս կա, որ նրանք թողեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եթե մերժվի բողոքարկումը, այսինքն ուժի մեջ պահեն տվյալ որոշումը, այն դեպքում դատարանը կառաջարկի երկրների ցանկ, որից Վարդան Ղուկասյանը կարող է ընտրել, որ երկիրն ավելի նպատակահարմար մեկնելու համար։ Սա է լինելու ընթացակարգը, բայց առայժմ արդեն բողոքարկված է դատարանի որոշումը։ Սպասենք ինչ որ ժամանակների ընթացքում, ցավոք ես այդ time frame-ը չեմ կարող ասել, դա 1 շաբաթ կտևի, թե 4 շաբաթ, ես տեղեկություն չունեմ այդ մասով, տեսնենք դատարանի հաջորդ որոշումը ինչպես կլինի։ Ինչ որ է, Վարդան Ղուկասյանը որոշեց 30-ական փորձի, որ ամեն դեպքում մնա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դա իր որոշումն է, մեզ մնում է հարգել եւ հարմարվել իր որոշման հետ։ Իսկ հաղորդում ուզում եմ սկսեմ Դիոգենեսի առակներից մեկով, որն ասում է, որ մարդը ճանաչվում է իր բարոյական որակներով, ազնվությամբ, խիզախությամբ, արդարությամբ եւ խղճով։ Տեսեք, ասենք մոտավորապես 2000-2500 տարի առաջվա գրած սահմանում կարծես թե այսօրվա մեր մարդկային որակների սահմանումների մեջ լինի, այսինքն նույն խնդիրը եղել է եւ հազարավոր տարիներ առաջ եւ ունենք այսօր եւ փաստորեն մարդը հենց դրանով է ճանաչում եւ հակառակը եւ բացառվում է եւ բացակայում է այս որակները բարոյականություն, ազնվություն, խիզախություն, արդարություն եւ խիղճ, դա արդեն ըստ Բեղսերեբայի բնորոշմամբ դա արդեն անասնացում է իրենից ներկայացնում։ Եվ այսպես ուզում եմ սա հաղթանակը, սա 19 թվականի ելույթը, հաղթանակը միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք։ Պատկերացնում եք։ Սա ներողություն 20 թվականի հոկտեմբերի 3-ի 20 թվական հոկտեմբերի 3 պատերազմի սկսելուց մոտավորապես 2 շաբաթ անց, 10 օր անց, ասենց ասեմ, 1 շաբաթ պատերազմը սկսել է, ինքը մեր հետ պայմանավորում է, որ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարում, արդեն որոշել է, որ պետք է Արցախը տա, ինքը ասեց դեռ 18 թվականից է որոշել, որ Արցախը պետք է տա, հոկտեմբերի 3-ին հաղթանակ, միայն հաղթանակն է մեծ։ Հետո կասեր, մեր բանակը Թուրքիան էր, Ադրբեջանն էր, մեր բանակը ինչ գործ ուներ այնտեղ, ձեր երեխաները ինչ գործ ունեին այնտեղ։ Սա այդ մարդն է։ Ու երբ որ ես տեսնում եմ, այսօր ծանոթանալու ենք դրանց հետ, երբ որ ես տեսնում եմ մարդիկ, որոնք լոյալ են, նորմալ են համարում, սա ամեն ինչը, Դիոգենեսն աչքիս առաջ է գալիս, այս սահմանումը։ Մարդու սահմանումը աչքիս առաջ է գալիս։ Դու հասկանում ես, որ այդ մարդիկ ուղղակի զուրկ են մարդուն վերաբերող այս սահմանումներից, որ արդեն նշանակում է այդ մարդիկ ինչ վիճակում են։ Եվ այսպես, դրա համար էլ այսօր կա այն ինչ որ կա, ռեյտինգի եւ հեղինակության իմաստով եմ ասում։ Եվ այսպես 14000 քվեարկության մարդկանց համար այս կարգի բարոյականությունից եւ մարդկային որակներից զուրկ երևույթը ունի 12%-ի աջակցություն ընդհանրապես Հայաստանում համեմատած եկեղեցու հետ։ Եթե ես ավելի լուրջ կառույցի հետ դնեի, ավելի լուրջ չէ, ավելի հեղինակավոր կառույցի հետ դնեի, նրա հեղինակությունը դեռ բան չէր մնա, բայց քանի որ ոչ եկեղեցուն, ոչ Նիկոլ Փաշինյանին չի վստահում 32%-ը, որը հսկայական թիվ է Հայաստանի Հանրապետության, նույնիսկ այդ թվի վրա Փաշինյան Նիկոլի վստահության ռեյտինգը 12% է։ Ուրիշ ձև չէր լինի։ Հայ մարդը, բարոյական մարդը, իսկ շատերի տրամադրությունը պետք է գցեն, հայը բարոյական է։
Ես գիտեմ, որ լիքը մարդ կա ուրախանում է մեզ թերագնահատելով, պիտակավորելով, որ մենք բարեազուրկ ենք, հիշողություն չունենք, ես տեսնում եմ, ես ատամներս կրճտացնելով երբեմն աշխատում եմ չվիրավորել, չցպնել դուրս կարծիքս, ի հակառակ դրանց ես պետք է ասեմ ոչ, հայը բարոյական է, հետևաբար այս թվերը չենք ունենա մենք, հենց այս թվերը վկայում են մի բանի, որ այդ ասածը անբարոյական է, հիշողությունից զուրկը, դավաճանը, բանը ամեն 12% է, որը մեծ տոկոս չի, ցանկացած ազգ ունի 12 պլյուսներ, ես կասեի 12 անգամ ինչ որ թվեր, մեր մոտ դա ընդամենը 12% է։ Ինչ անել է 12-ի հետ։ Ես հակված եմ իրենց հետ աշխատել։ Ես հակված եմ իրենց հետ զրուցել, իրենց լսել, հասկանալ եւ փորձել բերել բարոյական մարդու դաշտ։ Հիմա կմտածեք երևի ես այնքան պարավ ժամանակ ունեմ, որ կարող եմ դրան նվիրել իմ գործը, ոչ։ Ուղղակի այդ 12%-ին էլ եմ ես համարում հայ մարդ, որը մեզ պետք է։ Դա մեր հայ մարդն է ամեն դեպքում։ Այո, իր վրա արժի ժամանակ ծախսել։ Եթե նույնիսկ հետո պարզվի որ դա իզուր էր։ Բայց ոչ թե ամբողջ կյանքը, ուղղակի զրուցել, գետ մեկ անգամ։ Հեսա լսենք։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Երևի շատերը տեղյակ եք, որ ես արդեն 6 ամիս է Ժնևի համալսարանում եմ սովորում, եւ այստեղից հնարավորություն կա բացելու Ադրբեջանի պաշտոնական կայքեր, որը Հայաստանում հասանելի չի շատերիդ։ Այսօր ուզում եմ ցույց տալ, թե ինչ են իրենք տարածում իրենց պաշտոնական կայքերով եւ ինչ ենք մենք տարածում մեր պաշտոնական կայքերով։ Ուրեմն բացում ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության էջը, հենց էջի առաջին մասում Խոջալույի ցեղասպանության, այսպես կոչված կեղծ այս տեղեկությունը, հենց առաջին էջում է։ Այստեղ նաև հնարավորություն կա, որ եթե դու աջակցում ես այս ամենին, մտնես եւ ստորագրես։ Հիմա իջնենք ավելի ներքև եւ հասկանանք ու տեսնենք, թե ինչքան մեծ կեղծ տեղեկություններ է պարունակում այս հատվածում մի ամբողջ շարք։ Հայաստանի պատերազմական հանցագործությունների, այսպես ասած, 44-օրյա պատերազմի, օկուպացիայի եւ այլնի հետ կապված մի ամբողջ, այսպես ասած, շարք նվիրված Հայաստանի այսպես կոչված պատերազմական հանցագործություններին։ Հիմա եկեք միասին հասկանանք ինչ ունենք մենք մեր արտաքին գործերի նախարարության էջում։ Մտնում ենք արտաքին գործերի նախարարության էջ, իջնում ենք ներքև, ընդհանրապես մի օրինակ եմ բերելու, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում։ Ունենք այստեղ երկու հատ բաժին՝ Լեռնային Ղարաբաղ եւ 44-օրյա պատերազմ։ Խնդրեմ, բացում ենք Լեռնային Ղարաբաղը, փակի ամեն ինչ, բացում ենք 44-օրյա պատերազմը, փակի ամեն ինչ։ Հիմա հաջորդ խնդիրը, վերջերս իմ կուրսեցիները, ովքեր տարբեր երկրների պաշտոնատար անձինք են, հետաքրքրություն են ցուցաբերել այն թեմաների մասին, որոնց մասին ես խոսում եմ տարբեր առիթներով, կապված Արցախի հետ, պատերազմական հանցագործությունների հետ, Ադրբեջանի կողմից իրականացված մեր գերիների հետ եւ այլն, փորձել են հետաքրքրություն ցուցաբերել եւ իրենք էլ տեղեկություններ կարդալ մեր պաշտոնական կայքեջերում։ Եվ իրենք տեսել էին, նկատել էին, որ Հայաստանի պաշտոնական կայքեջերում տեղեկություններ կան, որոնք հասանելի չեն, իսկ Ադրբեջանի պաշտոնական կայքերում հակառակը բավականին շատ տեղեկություններ կան։ Հիմա իրենց մոտ հարց է առաջացել, ինչու՞։ Մենք կարծում եմ բոլորս գիտենք, բայց պատկերացնում եք, ես այդ մարդկանց փորձեմ ներկայացնել, որ մեր մոտ այդպես է, որովհետև մեր մոտ իշխանությունները վախենում են եւ հավատում են կեղծ օրակարգերին։ Վատը գիտեք որն է, որ մենք մեր ունեցած այսքան փաստերը Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, հայերի էթնիկ զտումը եւ բազմաթիվ այսպես ասած փաստերը ձեռքի տակ, մենք վախենում ենք դրա մասին խոսել եւ այս ձևով փակում ենք տարբեր կայքեջեր, իսկ Ադրբեջանը իր կեղծ նարատիվները արևմտյան Ադրբեջանի հետ կապված, Խոջալույի այսպես կոչված կեղծ ցեղասպանության հետ կապված առաջ է տանում։ Ու ամեն օր ամենատարբեր իրավիճակներում իրենք խոսում են իրենց համարձակ հաղթանակների մասին, իրենց համարձակ տեսակի մասին եւ այլն։ Այ էս է մեր իրականությունը, որը որ մենք ունենք եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով ուզում է պատկերացում կազմել մեր իշխանությունների մասին, նրանց վարած քաղաքականության մասին, պարզապես մտեք այս կայքերը եւ տեսեք ինչ են գրում մեր իշխանությունները եւ ինչպիսի քաղաքականության մասին են իրենք խոսում եւ ինչ անում Ադրբեջանը եւ ինչպիսի քաղաքականություն է առաջ տանում։ Հենց այս տրամաբանությամբ, որը փոքրուց իրենց մեջ սերմանում են, որ հայրը վատն են, ատելություն են կարոզում, անհնար այս մարդկանց հետ խաղաղության հասնել, հատկապես այս իրավիճակում, երբ որ մեզ մոտ ավելի շատ վախկոտի տրամաբանությունն է աշխատում, վախկոտի քաղաքականությունն է, քան այն ինչ որ հիմա ինչ պետքա լիներ։ Սա բոլորովին վախկոտի տրամաբանություն չի եւ վախկոտի քաղաքականություն չի, հարգելի Կարեն Ղազարյան։ Նա շնորհակալություն ունի համար, հարազատ, որտեվ
տեսեք ինչ լավ է, երբ որ ամեն մեկը զբաղվում է նրանով, ինչ որ գիտի եւ մի փոքրիկ ինֆորմացիա տալով մենք կարողանում ենք ինչ որ մեծ պատկերը, հա, կառուցել փոքր ֆրագմենտային։ Եվ այսպես հարգելի Կարեն, սա վախ չի, սա հանցագործություն է կոչվում։ Նախ Արցախի պատմությունը 44 օրյա պատերազմը դա մեր պատմությունն է։ Դա մեր պատմությունն է, այսինքն դա ճաշակի ոլորտից չի, կամ կապիտալիզմի ոլորտից չի, դա մեր պատմությունն է։ Լավա վատը էական չի, դա մեր պատմությունն է, հա։ Երկրորդը, այն հանգամանքը, որ ես իրանք հանցագործությունների մի հատ փաթեթ են ներկայացնում աշխարհին եւ Հայաստանը դրանից լռում է եւ հակադարձը չի ենթարկում, չի ցուցադրում, դա կոչվում է դավաճանություն։ Սա հանցագործություն է։ Դու փաստորեն հանցանքը կոծկում ես, դու նախ ընդունում ես քո նկատմամբ ուղարկած մեղքերը, չես բանանում, պաշտպանվում, երկրորդը չհրապարակելով Ադրբեջանի հանցագործությունները որպես հակադարձող փաստ եւ որպես փաստ պատմություն նշանակում է դու ԱԳՆ ամբողջ Նիկոլյան կառավարություն դուք կոծկում եք հանցագործությունները, ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել կոծկել եւ չեղարկել մարդկության դեմ իրականացած հանցագործությունները։ Ոչ մեկ, դա դուք չեք կարող, հա, պատկերացնում եք մի հատ բան։ Սպանեն մարդու սպանել են։ Մարդու բարեկամները որոշեն, որ դե լավ է։ Չեն դիմում դատարան։ Փողը վերցնեն ու դատարան չդիմեն։ Ինչ են իրանք։ Սա մարդկության նկատմամբ գործած հանցագործություն է եւ Փաշինյան Նիկոլը չի, որ պետքա որոշել, որ մարդկանց սպանելը, իրանց տնից տեղից արտաքսելը, էթնիկ զտումը օրինական է, թե հանցագործություն։ Դա Փաշինյան Նիկոլի իրավասության մեջ չի մտնում, բայց թաքցնելը դա ինքը կարա, ինչը որ անում է։ Թաքցնելը հանցագործությունը, դա հանցագործություն է։ Եվ այսպես ԱԳՆ Եթե վաղը իշխանություն փոխվի, ուրիշ ոչ մի բաներ չլինի, դուք պետական մասշտաբի հանցագործություն եք, որովհետև կոծկել եք, թաքցրել եք թշնամու կողմից իրականացված հանցագործությունները հայ մարդու Հայաստանի քաղաքացու նկատմամբ։ Դուք ոչ միայն հետամուտ չեք եղել այդ ամեն ինչի պատժելու, դուք կոծկել եք։ Եվ այսուհետ բոլոր նրանք ովքեր այս կառավարության կողքին են եւ կփորձեն ինչ որ ձևով արդարացնել այդ ամեն ինչը, նրանք դառնում են համահանցակից նաեւ այս հարցում։ Ոչ միայն Նիկոլի հանցագործությունների հարցում, այլև հանցագործությունը կոծկելու հարցում։ Այսքան, հիմա ասենք առաջ։ Ես միջև այս տեքստին անդրադառնալը մի քիչ պատմեմ սրա մասին։ Հասնենք դիժվածքը գնում է դպրոց, հա։ Չորաթան գյուղ, խոշորացված համայնք։ Երեխեքին ասում են մի բան նկարեք, երեխեքն էլ ներսում են ոչ ավել, ոչ պակաս նկարում են Մասիս։ Սա գնում է հիստերիայի մեջ։ Հիստերիայի մեջ։ Չորաթանը հոյակերտ սարեր անտառներ ունի, երեխաների Մասիս ու ցեղասպանության հուշահամալիրը նկարում։ Կեսում եք։ Ինքը նեղվում է այդ հանգամանքից։ Բոլոր երևի Ֆրեյդի մասին լսել եք։ Ֆրեյդ, նայած ոնց է ասում։ Դեռ 100 տարի առաջ ինքը սահմանել է, որ մարդը հակված է խոսալ նրանից, ինչը ամենաշատն է իրան անհանգստացնում կամ ամենաշատն է ցավացնում։ Եվ դրա համար այդ հոգեթերապիայի մեջ ինքը ինչ էր անում։ Համարյա ոչ բան։ Թողում էր մարդը խոսել, որ հասկանալ իր մոտ որտեղ է ցավում։ Ինչն է իրան հուզում ամենաշատ։ Դա եւ այդ ձևով բացահայտում էր մի խոսքով որտեղ է խնդրեմը, հա, եւ ինչպես կարելի է աշխատել խնդրեմի հետ։ Հիմա այս նույն գործիքակազմը օգտագործում է այս տխմանի պարագայում։ Սա միտեղ որտեսում է Մասիս կամ Ուշարձան, ինքը չի կարողանում թաքցնել իր ցավը։ Մասիսի եւ ցեղասպանության հարցը ամենաշատ ցավում է թուրքերի մոտ։ Եվ Փաշինյան Նիկոլի փաստորեն։ Որ նշանակում է սա էլ է թուրք։ Ինչի է ցավում սրա մոտ, որովհետև սա այն զենքն է,
որի դեմ դու ոչինչ չունես անելու։ Ասա, չգիտեմ, սա ինքնաթիռ չի, որ խփես օդի մեջ, քո հակաօդային պաշտպանությունը խփի։ Սա տանկ չի, հա, որ դրոնները ռմբակոծեն խփեն։ Սա մի բան է, որ բռնել հնարավոր չի, խփել հնարավոր չի, հա, վրեն թույլ լցնել հնարավոր չի, հնարավոր չի։ Սա մի բան է, որի դեմ ուզում են օգտագործեն Փաշինյան Նիկոլին։ Փաստորեն Թուրքիան իր վախերը հաղթահարելու համար, ալմատախիլ անելու համար, փաստորեն Հայաստանի ամենամեծ զենքը, դա հոգևոր կապվածությունն է, իր անցյալի հետ եւ հիշողությունը։ Փաստորեն Թուրքիան մեր դեմ օգտագործում է Փաշինյան Նիկոլին, հույս ունենալով, որ այս հեղինակազրկված տխմարը պետք է կարողանա ալմատախիլ անել մեր հոգևոր կապվածությունն ու մարդկային տեսակը, այսինքն մեզանից հանի Դիոգենեսի ասածը, սահմանած բարոյականությունը հանի, ազնվությունը մեզանից հանի, խիզախությունը հանի, արդարության նկատմամբ ձգտումը հանի, խիղճը հանի, որ մեզ վերացի, ասենք, անասունի։ Ու այդ նպատակին հասնելու համար ինքը գցել բռնել է, որ սա ամենահարմար կադրն է, դե իհարկե, վարչապետի ցենկոմ ուրիշ ինչ կարա լինի։ Բերում են նշանակում են այս տխմարին, որ սա իբր պայքարի դրա դեմ։ Առանց հասկանալու, որ սա ինչի մասին խոսում է, մարդիկ հակվում են ավելին անել։ Եթե սա մեկին ասում է, ինչի ես Մասիսը նկարում, չորաթանի սարերը նկարի, մարդ ուզում է անընդհատ Մասիս նկարի, ու սա դնի դեմը։ Հենց մենակ նրա համար, որ ինքը չի ուզում։ Հենց մենակ նրա համար, որ թշնամիտ չի ուզում, դու հակված ես անես ամեն ինչ, որ թշնամիտ ավելի ներվի։ Եվ այսպես, իսկ լսող բոլորին խնդրում եմ, կոչ եմ անում։ Քանի որ մենք արդեն գիտենք թշնամու մոտ ինչն է ցավում, ես առաջարկում ավելի ակտիվացնել Մասիս սարի, Մասիսին վերաբերող, ցեղասպանությանը վերաբերող նկարներ, գրառումներ, միջոցառումներ, որ սա հասնի ինֆակտի։ Սա եւ մեր թշնամին։ Որ հասկանան մի բան, սովետական միությունը նույնիսկ իր ռեպրեսիվ ապարատով, իր մեդիայով, որը միակ մեդիան էր, սովետի ժամանակ ուր ալտերնատիվ մեդիա, կար ռեպրեսիվ ապարատ, մահապատժով հանդերձ, եւ կար մի հատ մեդիա, որ ռուսական, սովետական։ Իրանք մինչև 67 թիվ, փաստորեն 20-ից 67, 47 տարվա մեջ չկարողացան պայքարել դրել։ 47 տարի ռեպրեսիայով, սպանություններով, մեդիայով չկարողացան անմատեղին անել, ու Թուրքիան մտածում է, որ այս կատարյալ ոչնչությունը, հա, որ հոկտեմբերի 3-ին մեզ ասում է հաղթել, միայն հաղթել, մեզ հաղթանակն է պակասում, որ հետո պետք է ասեր, ինչ հաղթանակ, ինչ բան, դա մերը չէր։ Մտածում ես կատարյալ ոչնչությունով պետք է կարողանա մեր մոտից հանել մի խոսքով։ Այն ինչ որ իրանց ցավացնում է։ Ես պետք է ուղղակի արձանագրեմ իմ ասով, որ Թուրքիան ավելի արդյունավետ գործիք չունենալու պատճառով դատապարտված է պարտվել։ Եվ Թուրքիան կընդունի իր պարտությունը, թե չի ընդունի, էական չի։ Ես ի սկզբանե ասում եմ, դուք պարտվել եք։ Դուք չունեք այդ գործիքակազմը, որը կարողանա արդյունավետ պայքարի դրա դեմ։ Մանավանդ եթե քո գործիքակազմը այս ոչնչությունն է։ Փաստորեն դուք գործիք չունեք։ Հակառակ դուք ստիմուլացնում եք հայի մեջ հիշողությունը, հայրենասիրությունը, հոգևոր կապվածությունը, մարդկանց հիշացնում եք այդ մասին ավելորդ անգամ։ Սա չի անցնում։ Գնացել է IT-շնիկների հետ հանդիպման ինչ-որ տատա ոլորտի ներկայացուցիչների։ Ու իր խնդիրը ոչ թե տնտեսական զարգացումն է, ոնց Հայաստան դառնա IT ոլորտի hub, կենտրոն, ոնց զարգացնեն ուղղությունները, ինչ արտադրություններ դնեն ստեղա, էներգետիկ առումով, ինչքան հոսանք արտադրեն, որովհետև այն աշխարհը, ասեմ, IT տեխնոլոգիաները մանավանդ արհեստական բանականությունը կարող են զարգանալ այն երկրներում բացառապես, որոնք կարողանում են արտակարգ քանակությամբ հոսանք արտադրել։ Հոսանք, որովհետև այսօրվա ամենամեծ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, հա, ասենք պետք է քար կամ փայտ այդ արտադրելու համար, չէ, այդ արտադրելու համար պետք է հոսանք հիմա։ Աշխարհը փոխվում է, շատ արագ փոխվում է, կարևոր ռեսուրսները դառնում են անկարևոր, առաջվա անկարևորները ոչ այդքան կարևոր, դառնում են շատ կարևոր։ Հիմա աշխարհի ամենակարևոր ռեսուրսը այսօր դարձել է էներգիան, էլեկտրաէներգիան, որը արհեստական բանականություն արտադրելու եւ զարգացնելու համար առաջի կարևորագույն նախապայմանն է։ Հետո
մարդը, հետո արդեն ոնց որ ռեսուրսամարտկա է։ Հիմա փոխանակ էս մասին խոսա, այս տխմարը խոսում է թե պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փրկուկը։ Դու այստեղ եթե ասում ես պետք է դադարեցնենք, բանական եւ բարոյական ցանկացած մարդու մոտ, այսինքն ես ասում մարդ, դա նշանակում է բարոյական, խիղճ ունի, ազնվություն ունի, համարձակություն ունի, հա։ Ցանկացած մարդու մոտ պետք է արհեստականորեն ախտանա մի զգացմունք չդադարեցնել, ակտիվացնել։ Ինչի՞, որտեղ դա է ասում Փաշինյան Նիկոլը։ Վերջ։ Սանալ ես կարող եմ այս հարցը համարել փակված։ Իսկ եթե ինքը ամեն օր խոսում է դրա մասին, սա վկայում է այն մասին, որ արդյունք չկա, չի ստացել իր ակնկալած արդյունքը, իր ինքը ակնկալիք արդյունք չի կարող ստանալ, իր ունեցածը 12%-ը, որովհետև փաստացի Հայաստանի 88%-ը եւ բարոյական է, եւ բանական է, եւ հիշողության կորուստ չունի, հա։ Սա է վկայում է, եթե ինքը նույնիսկ այթիշնիկների հետ խոսում է դրա մասին, ուրեմն չի կարողանում իրականացնել։ Ու ես չէր կասկածում, որ դա պիտի ունակ լինի իրականացնելու։ Ու փոխարենը ինչ ասում։ Ասում է 3 գայլերի հետ ծանոթացա։ Բարձվում է։ Շատ լավ տղերք են։ Հիշում եք Ալիևին որ ասում էր կիր դասիրակված մարդ է։ Ասում այսօր էլ խորոված ուտելու են ինձ կանչել։ Բա ոչխարը ծանոթացել է գայլերի հետ, բարձել է շատ բանը բանը, մարդիկ են շատ, այսօր էլ խորոված ուտելու են կանչել։ Հիմա ինքը մի ամբողջ ազգ պահում է այս կարգավիճակին, ուզում է պահի։ Ու փառք Աստծո 88%-ը հասկանում է, որ իր լոզունգներն ու առաջարկածը վերաբերում են բացառապես ոչխարներին։ Բացառապես ու սա բան չի, չափազանցություն չի, սա վիրավորակ չի։ Այս պատմությունն է։ 12% հավատում է, որ գարելը լավ տղա է, ու իրանեն հրավիրել են խորոված ուտելու։ Արադ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան, դա սա դա մեջ է մտնում։ Այո, գնում են թուրքերի հետ։ Աննա Հակոբյան, որ sense նկարվում է, հայտարարում է, որ կարդացել է։ Այս 12-ի մեջ է։ Այս նկարն է իրանց համար։ Իդեալական համընկնում է իրանց կերպարի հետ։ Այո, իրանց կանչել են խորոված ուտելու։ Ես էլ իրանց բարեխորհուրդ եմ ցանկանում։ Այս իհարկե ոչխարների մեջ է մտնում նաև woman Լիպսիմե Ունանյան պրոֆիլը Հայաստանի արժեպատգամավորի պրոֆիլը գնաց է ռուսերեն։ Հռիփսիմե Հունանյան, Հռիփսիմե Ունանյան։ Դա բանը հայերեն չի տարբերվում։ Որ ինչ է գրում։ Դե ուրիշ ինչ պետք է գրեր քպեականը, հա։ Թուլերը վրեժ խնդիր են լինում, բա։ Ուժերները բան են անում, հա, երևի, չգիտեմ, ջնջածը, խելացիները արհամարում են, արհամարելն են առանց հեի։ Դե բա Փաշինյան Նիկոլի պատգամավորը, որը ասում են ինչ կարևոր է կրթությունը, որ այ որ կարևոր չլիներ դու գոնե անազգանոտ հայերեն կգրեիր, հա, տարածած ստատուսներն են գոնե տարածխաններով չեր գրի։ Սա տիպիկ Նիկոլն է, տիպիկ։ Ու ինքը պետքա ժողովուրդ, մեր հաշվին, ժողովրդի հաշվին ամսական 2 միլիոն դրամ աշխատանքստում։ Որասի, բայց կրթություն ինչ կարևոր է, որ ինքը իր մեջ ջիղ ունի։ Սա տղեկն են ասում, ունես ջիղ ունի իր մեջ։ Ով փորձել է 100% իր ջիղի կենացնել խմած կլինեն 100%։ Լավ վստահ է, որ ինքը ջիղ ունի, ինքը ջիղ ունի։ Այդ ջիղի դիմաց Ճիշտ է հայերեն գրել չգիտի, անգրագետ է, կրթություն էլ չունի ու պետքա ղեկավարի ամենաակադեմիկ ոլորտը, ասենք, հա, ամենապրոֆեսիոնալ ոլորտը, այնտեղ բան չկա, սակարկելու տեղ չկա, բժիշկի հետ ինչ սակարկես, հա, դու բժիշկը դա կատարյալ մասնագիտություն է, այնտեղ չես կարող լինես սիրողական, բայց ինքը որ հայերեն գրել կարդալ չգիտի, ինքը կրթություն չունի, պետք է ոլորտը ղեկավարի ազգային ժողովում, սա Ու սա հնարավոր էր բացառապես Նիկոլի իշխանության ժամանակ։ Գիտեք ինչի։ Հեշտ ասենց հիմարներ են ղեկավարել։ Հա, իրանք չեն հասկանում, որ իրանք հիմար են։ Իրանք չեն հասկանում, որ իրանք ծիծաղելու առարկա են։ Չեն հասկանում։
Իսկական այնքան տագետ են, որ դա էլ չեն հասկանում, որ իրանք ծիծաղելի են, որ իրենց տգիտությունը ասես գոռում է միկրոֆոններով, հա։ Այն էլ իրանց բանի պրոֆիլից։ Երջանիկ են, չէ՞, որ չեն հասկանում ինչքան տգետ են։ Բայց սա Նիկոլի բանն է, Նիկոլի քաղաքականությունն է։ Ու եթե նկատել եք իր շուրջը բոլորը այս կարգի կանայք են, փայլուն կատարյալ տգիտության բոլոր դրսևորումներով։ Դե հեշտ է։ Հեշտ է սանց կառավարել, սանց ինչ կառավարես, ասում են անում են, էլի։ Դամալ էլ ինքը վստահ ասում է, ամեն ինչը որոշող ես եմ, մնացածը ապրանք են։ Ապրանք։ Ուզում եք P-ով ասեք, ուզում եք B-ով ասեք։ Նույն ապրանքների են։ Ոչ մի տարբերություն չկա։ Այսա լսենք այս կնոջը։ Կետեր եմ առաջարկում, այդ անասունը ինքը իրան կգնա, եթե մենք ամբողջությամբ ոտի կանգնենք։ Ես գիտեմ, իրանց ծայծելով պիտի այդ աթոռից անենք, բայց խնդրում եմ, մի օր, մի շաբաթ ընդամենը կանգնենք շենքի դեմը։ Չեմ ասում, գիտեմ, ինքը կարող է կրակի, բայց եթե սահմանում մեր տղերքը զոհվում են, ոչինչ, ես էլ կզոհվեմ։ Մենակ ինքը թող սիկտիրը քաշի գնա, կներեք կոպիտ արտահայտության անող։ Բասկոնք։ Երևի բոլորդ հիշում եք ընկերոջը, որին սպանեցին Մոսկվայում, հյուպատոսանում հայկական։ Եվ ոչ ավել, ոչ պակաս Բորիս Ավագյանի մարմինը հյուպատոսարանը հրաժարվում է հանձնել։ Հրաժարվում է ոչ իրավաբաններին հասնում, իրավապաշտպաններին, ոչ էլ ոստիկանությանը։ Հայաստանի հյուպատոսարանը հրաժարվում է իր տարածքում սպանված մարդուն հանձնել իրավապաշտպաններին։ Հիմա Հայաստանի հյուպատոսարանը Մոսկվայում, դա հյուպատոսարան է, թե դիահերձարան։ Արա դուք մորգ եք, դե հյուպատոսարան։ Դուք է դիակ ոնց եք պահում այդպես։ Կամ ձեզ ով է իրավունք տվել դիակ պահել ու չհանձնել իրավապաշտպաններին։ Իրավապահներին ավելի ճիշտ, ու փաստաբաններին։ Ասենք որ վրեն չերև, հա, դանակի տեղերը։ Ոչ եք պահել ու մումիացնեք այդտեղ։ Ու սա հնարավոր է բացառապես Փաշինյան Նիկոլի կառավարության ժամանակ։ Կամ այլ հանցագործի է, հիմա կարող Փաշինյան Նիկոլ չունի։ Հիմա հասկացաք սա ինչ մասշտաբի հանցագործներ են, որ կպատկերացնեք, որ հյուպատոսարանում կսպանեն մեկին, հետո կհրաժարվեն դիակը տալու։ Պատկերացրեք։ Բայց ուզում եմ լսեմ էլ չեմ լսել անկեղծ։ Ես հո տեսա ուղղակի ասեցի ձեզ հետ լսեմ, տեսեմ Տիգրան Խզմալյան ինչի՞ց է դժգոհ ես մարդը վերջին։ Վերջը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որ թողված է, որ հայ երեխաները դպրոցում նկարում են Մասիս, այլ ոչ թե ասենք Արևանի շանը կամ պատոնից երևացող ծառ։ Կարան իրանց շանը նկարեին, կարան սարը նկարեին, կարան իրանց գյուղը նկարեին, կարան իրենց փողոցը, իրանց դպրոցը, իրանց ընկերուհուն, իրանց ծնողին, իր տատիկ։ Բայց սա դիրքնել եմ ուզում դեռ նայենք իրար հետ, ինչ մոտիկացնեմ, դրանք կարող եմ։ Լավ, ինչ որ ձեր չտա։ Կռացած մանունով գնում է առաջ։ Ձայներ, գիտեք ինչի։ Ուզում է համոզիչ լինի։ Գնում է մոտիկ, որ ազդեցություն ունենա։ Եթե վստահ լիներ, ցերվիս կնստեր խոսալ էլի։ Ինքը հասկանում է, որ իր խոսքը համոզիչ չի։ Եվ սենց գնում է ու ձայնային երևեջներով ուզում է տպավորություն ստեղծի։ Սա կոչվում է վերբալ անալիզ։ Ինչի համար եմ սա ասում, որ ինքը գիտի, որ ինքը ոչինչություն է։ Անես չի, որ ինքը ինքան հիմար է, ոչ գիտի ինքը ոչինչություն է, չէ։ Ինքը հիմար է, բայց ոչ այդքան ոչ իմանա, որ ինքը հիմար է։ Եվ ես իր ամբողջ շարժը, խոսքը, անընդհատ կրկնվող շարժումները ցույցատալի մի բան, որ ինքը ոչինչություն է Ալիևի դեմ նստած։ Նույնիսկ IT ոլորտի աշխատողների նստած ինքը նույն ոչինչությունն է։ Ու ես կարող եմ ասել ընդդեղի դեմքի արտահայտությունները։ Հավանության նշան չկա։ Որ հավանության նշանն ուներ, գլխով տվողը ինքը այսպես նստած խոսար։ Ինքը կարիք չեն ունենա հոգեբանորեն գնալ առ։ Տեսեք, ես չեմ տեսել դալիճը։ Ես ես վստահեցնում եմ, եթե դե հավանության գլխով տնտվացնողներ լինեն, ինքը էս դիրքից խոսալ, ոչ թե էս։ Իրա ուսուցչուհուն, ուսուցչին, բայց ոչ մի բան։ Վայ քո արա։ Ինչու է այդպես զարմանում Փաշինյանը, ինչու են իրենք երազանք
իդեալ նկարում, չէ՞ որ իդեալը կամ երազանքը այն է ինչ կա, սա է, էս է իդեալ ասում են նա։ Մարդ, ում անվան հետ հավերժ գամված ու կապված է Արցախի կորուստը, մի ամբողջ սերնդի կորուստը։ Վայ Տիգրան, չեմ հավատում, որ սա դու ես ասում, Տիգրան։ Ոչ թե սուտ ես ասում, դու ճիշտ ես ասում, Տիգրան։ Բայց չէ՞ш դենում ես ամբողջ ընթացքում սա։ Լավ լսենք։ Փորձում է խլել մեզնից իդեալը, երազանքը եւ քարոզում է, թե ինչ պետք է համարենք մենք իդեալ, այն միակ բանը, ամենակարևորը, որը մարդուն տարբերում է անասուն կենդանուց, իսկ ազգը վայրի ցեղից, դա հենց իդեալն է, դա երազանքն է։ Նախկինները հափշտակել են երկիրը մտնելով ժողովրդի գրպանները։ Փաշինյանը եւ իր ԿՊ-ն փորձում են մտնել մեր հոգու մեջ եւ հափշտակել այն։ Նրանց պետք է կանգնեցնել։ Ой, не могу. Վայ, խզմալյան Տիգրան, վայ։ Հա, նո հասկացար, հա, ոնց Փաշինյանի կորուզմը անասնացնի ազգը։ Ասեմ, բայց նոր չի սկսվել, գիտես, այս process-ը, Տիգրան։ Ու երկար ժամանակ դու այս process-ի մի մասն էիր։ Ու չէի նկատում, հա։ Դա քրքի է։ Բայց ընդունենք, որ ինքը հիմա հասկացել է, որ խզմալ Փաշինյան Նիկոլը անասնացնում է ազգը, զրկում է հիշողությունից բան։ Տեսնում եք ինչքան ընդհանուր բաներ կա։ Այսինքն այն որ ես ասում եմ, դա դες չի, որ ես այնքան խելոք եմ, որ ես միայն ես եմ տեսնում, չէ, դա բարձ բան է, դա ցանկացած հասկացող մարդ դա տեսնում է։ Ուղղակի ես հիմա հնարավորություն ունեմ այդ մասին ձեր հետ եթերով խոսալ։ Դա բարձ է, դա 2000 տարի առաջ էր բարձ, հիմա էլ ձևակերպված է գիտականորեն, եւ դա մասին խոսում է նաեւ Խզմալյան Տիգրանը։ Ահ, ափսոս նոր ես խոսալ Տիգրան, Խզմալյան, դա մասին։ Գնանք առաջ։ Սանդակ, նայեք մի հատ։ Սա Ազատի ջրամբարն է, ծավալները նայեք։ Ոնց է փոքրանում։ Հասուն 2025 0401 այս վիճակը սա է։ Հետո մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ու սեպտեմբեր։ Այսա սեպտեմբերի վիճակն է։ Տեսնում եք ինչա դառը։ Հիմա այսա արդեն հոկտեմբեր վիճակն է։ Հիմա երևի մարդիկ ասեն դե անձրևները քիչ են, չոր եղանակ է, մենակ դա չի։ Մենակ դա չի, ես ես կարծեմ ասել եմ եւ մի ամբողջ հաղորդում եմ պատրաստել, որ Արցախյան պատերազմը մենակ Արցախի տարածքների պատերազմ չէ։ Դրա տակ ավելի մեծ նպատակ կա։ Ավելի մեծ կենսական դա ջրային ռեսուրսների համար պատերազմ էր։ Իսկ այդ ամբողջ ջրային ռեսուրսները մեծ մասը դա հենց Քարվաճարի այդ անտառներից էր դուրս գալիս։ Նաեւ այս բանի ոսկեպար եւ բաղանիս այդ տարածքները որ զիջեցին, այդտեղ էլ աղբյուրներ կային։ Փաշինյան Նիկոլը Հայաստանը զրկել է ոչ թե միայն մայրուրիներից եւ ֆիզիկական պաշտպանվելու ունակությունից, զրկել է 21-րդ դարի ամենակարևոր ռեսուրսից, ջրային ռեսուրսներից։ Ամենակարևոր ռեսուրսներից ջրը։ Այ սա մասին է։ Այսինքն եթե պետք է Ադրբեջանը անապատանար, ասում Նիկոլ Փաշինյանը փրկում է Ալիևին եւ Ադրբեջանին։ Ու դա ամեն ինչը Հայաստանի հաշվին։ Հայաստանը կանապատանա դրանից։ Եթե մենք իհարկե սեղանը շուրջ տանք ի վերջո։ Այսպես մի հոդված կար, ինչու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը։ Վարչապետի քայլը որպես քաղաքական հաղորդագրություն։ Շատ պարզ։ Շատ պարզ։ Գիտեք ինչ է նշանակում վարչապետ, նախագահ, վարչապետ։
Դա պաշտոն չի։ Դա, ասիկն, պոզիցիա է, որը ինքը զգում է պատասխանատու ամբողջ ժողովրդի նկատմամբ։ Հասկանում եք։ Հիմա որ են ասում են պարոն վարչապետ, իրենց սուտ են ասում, ինքը վարչապետ չի, որովհետև վարչապետը չի կարող լինել ինչ որ մի մասի վարչապետ, ընտրյալների վարչապետ։ Չկա նման հասկացողություն։ Վարչապետը դա պետության վարչապետն է, ընդդիմության, իրան սիրողի, չսիրողների վարչապետն է։ Այս վիճվածքը այս տարական քայլով ցույց տվեց, որ ինքը Հայաստանի վարչապետը չի, ինքը ԿՊ-ի վարչապետն է, եւ ԿՊ շուրջը մոլորված եւ դիտավորյալ պատտվող դավաճանակույտի։ Սա այդ հաղորդագրություններ։ Սա նաեւ հաղորդագրություններ են մասին, որ ինքը տեղ չունի նաեւ Գյումրիում։ Չունի։ Պասոն ինքը իր ատան մեջ վախենում է նույնիսկ տեղաշարժվել։ Ես դա մասին եմ խոսացել։ Եթե վերցնենք ինքնավարչապետը Հայաստանի իր տունն է, ինքը այդ տան տարածքում ամենտեղ չի, որ իրան բան ազգում։ Սվոյ, ոնց որ իր մարդը, լավ ազգում իրան, որ գիտեն իրան դիմավորել են լավ։ Այսինքն ինքը տեղ անցանկալի հյուր ազգում։ Սա վարչապետի հոգեվիճակ չի եւ կարգավիճակ չի։ Հարցը պաշտոնը չի, հարցը այդ պաշտոնից եկող պատասխանատվությունն ու հոգեկան եւ մտավոր վիճակն է։ Ինքը սանալ ցույց տվեց, որ ինքը գյադա է։ Հերթական անգամ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ ինքը գյադա է, բայց սես դրսևորումները ցույց են տալի, որ քաղաքականապես նաեւ տհաս, տգետ, վախկոտ ոչնչություն է։ Երկրորդ քաղաքի օրը չգնաս ու չշնորհավորես։ Որովհետև քաղաքապետը, այսինքն քո մարդը չի։ Պատկերացնում եք։ Հիմա Հայաստանը բաժանվելու է իմ մարդ քո մարդի մեջ։ Եթե տենց է, նշանակում է պետքա նույն ձևի իրան զրկել վաղամյուսոտ վաղաշաբաթ մտնելուց, Փարաքայ համայնքի մտնելուց ու բոլոր համայնքները մտնելուց։ Պետքա բոլոր համայնքներում ընտրություններում հաղթի ընդդիմադիր ուժ։ Ցանկացած մեկը բացի ԿՊ-ից։ Որովհետև ինքը ցույց է տալի, փաստորեն, եթե այդտեղ ԿՊ-ն չի հաղթել, ինքը կամ սպանում է, ինչպես Փարաքալի համայնքի պետին սպանեցին, կամ վախից չի գնում ու չի շնորհավորում։ Ամեն դեպքում նշանակում է ինքը իրան բացահայտում է։ Սա չի հասկանում ինչքան ինքը իրան մատնող գործողություններ, հայտարարություններ, մի խոսքով քայլեր անում։ Մարդ, որ հասկանում է, որ իր քարոզը չի աշխատում, մարդ, որ իր դրսևորումով բացահայտում է, որ իրան լսող չկա, հավանություն տվող չկա, հա, մարդ, որ իր նստած դիրքով բանա, բացահայտում է, որ ինքը Ալիևի մոտ բանա, ծառանա, նոքյարը, ինչ ասեմ, լակեյը, մարդ, որ բացահայտում է, որ ամենաիրա մեծ վախերը դա ժողովրդի հիշողությունն է, ոնց որ թուրքերի համար, այսինքն ինքն էլ է թուրք։ Այս բաները, եթե ինքը խորհրդատու ունենար կողքից, կասեր սա մի արա, չի կարելի, որովհետև սա մատնում է քեզ, մատնում է քո կապվածությունը, քո ծառայությունը թուրքերին, մատնում է քո կարգավիճակն ու հոգեվիճակը Ալիևի նկատմամբ, մատնում է քո կարգավիճակը եւ հոգեվիճակը երկրի ներսում նույնիսկ դու այնտեղ ընդունված մարդ ես, թե չէ, այսինքն դու նույնիսկ վախենում ես, հա, այսինքն դու Գյումրու վարչապետը չես, դու գյումրեցիների վարչապետը չես։ Չունի այդ մարդը, որովհետև իր նման ասեցի, չէ, բացահայտ, ինքը շրջապատելա բացահայտ տիտանական, ասենք, տգետներով, այս կարգի։ Ո՞վ է այդ իրան խորհուրդները տալու։ Բնականաբար ոչ մեկ։ Եվ այսպես, դե իրան խորհուրդ տվող չկա, մենք էլ օգտվում ենք այդ առիթից, բացահայտում ենք իր վախերն ու թուլությունները ու տկար տեղերը։ Եվ այսպես ընկերներ, Գյումրին այլևս Հայաստան չի, որովհետև չունի վարչապետ Գյումրին, այսինքն Նիկոլի համար արդեն Հայաստան չի, այսինքն ինքն դեռ ազդեցություն չունի, եկեք զրկենք իրեն ազդեցությունից այլ համայնքներում նույնպես, ու կզրկենք։ Սա միջելոց Թբիլիսիում ուզում եք Ես քանի օր սոսկալի վիճակ է բանում,
ես ուղղակի որոշեցի սա մասին կարճ անդրադառնալ, ես ոչ մի անգամ չեմ անդրադարձել, երրորդ օրն է Թբիլիսիում այս վիճակն է, բայց քանի որ ես զգում եմ հայկական մամուլում եւ եթերներում շատ է խոսում սրա մասին, վախեցած եւ Մոլդովայի մասին, դե 3 օր առաջ Մոլդովայում հաղթեցին եվրոպացիները, եվրոպամետ ուժերը, վերջնականապես հաղթեցին, Ռուսաստանը երկրորդ անգամ պարտվեց Մոլդովայում։ Հիմա հակառուսական ցույցեր է գնում եւ մտել են իմիջիալոց նախագահական պալատի տարածք։ Հիմա ես չէի անդրադառնա, եթե չզգայի որքան ցավով են արձանագրում դա հայկական իշխանական եւ Հինգեզոր Շարասյան մամուլը։ Հետաքրքիր է, չէ՞։ Հակառուսական քաղաքապետի ընտրությունները սոսկալի կեղծիքներով եղել, ժողովուրդը բերի դուրս է եկել։ Ռուսների պատմությունը Մոլդովայում եւ այս վիճակը Մոսկվայում, Թբիլիսիում շատ անհանգստացել իշխանական եւ ընդդիմադիր ճակերտավոր եմ ընդդիմադիր ասում Ռուսաստանի 5-րդ Շարասյան մամուլի շատ անհանգստացել, որը ինձ համար էլի հետևություններ անելու առիթ է տալիս։ Սրանք զգում են, որ իշխանության կորուստը մոտ է, որովհետև եթե հանկարծ այնպես ստացվեց, որ Վրաստանում ռուսները կորցրեցին իշխանություն, Հայաստանում 5-րդ շարասյունը, մանավանդ տեսնելով հիմա ինչ է կատարվում Ռուսաստանում, Մոսկվայում, ընդհանրապես Ռուսաստանի տարածքում, կորցնում են իշխանությունը։ Կորցնում են իշխանության հսկայական ռեսուրս, չեմ ասում տոտալ են կորցնում, բայց ռեսուրս են կորցնում ինքնավստահության առումով ամենակարևորը, որովհետև Կովկասում մնում են մենակ Ադրբեջանը ռուսական չի, Վրաստանը ռուսական չի, իրանք էլ կաղբադ են, որովհետև Ռուսաստան համարյա գոյություն չունի։ Այն ինչ որ այսօր Ռուսաստանի տարածքում է, Սիբիրի տարածքում է կատարվում մանավանդ, ռմբակոծվել է ահռելի քանակությամբ նավթավերամշակման գործարաններ եւ կարևոր ստրատեգիական կենտրոններ, որ Ռուսաստանը նույնիսկ բենզինի խնդիր կա։ Ասում եք, մեծ բենզակալոնքում բենզինի խնդիր կա։ Եվ այսպես, ուզում կարճ գնանք Եվրոպա, Եվրո տեսիլու 2026 թվականին մարդիկ երկրները մերժում են ելույթ ունենալ, եթե Իսրայելը մասնակցի։ Եվ այսպես ինչա որոշել Եվրոտեսիլի կազմկոմիտեն։ Քանի որ հրաժարվող երկրները եւ հայտարարություն երկրները շատացել են, բացի Սլովենիայից ավելացել են եւս երկրներ, որոնք կատեգորիկ հայտարարություն անեն, որ նրանք չեն մասնակցի, եթե Իսրայելը եղավ։ Որոշել են դնել քվեարկություն է գնալու։ Եվ երևի դրանից հետո կկայանա դաժան որոշումը վերդիկտը Իսրայելին զրկել նաև Եվրոտեսիլի մասնակցությունից։ Ես վստահ եմ մի տեսակ, որ հենց տենց է լինելու է քվեարկությունները։ Աշխարհի գերագույն գլխավոր չարիք Թրամփը Նետանյահուն չի, Թրամփն է, որտեղ Նետանյահու իրական չարիքն է Պուտինի հետ միասին, բայց ներկայացողը չարիքի դեմք որպես Թրամփ, դե հիմա ամենահզոր երկրի նախագահան ինքն է։ Ինչ ասում, լիակատար ոչնչացում կլինի, եթե Համասը չանձնվի։ Սա մոռացել է, որ Համասը Պաղեստինի իշխանությունն է։ Համասը Պաղեստինի իշխանությունն է, ընդ որում, որ երկար տարիներ հովանավորվել է եւ ի սկզբանե ստեղծվել է Իսրայելի կողմից։ Սա չարիք է, սա կատարյալ իդիոտ է, սա չի հասկանում ինչ է ասում, նույնիսկ ասում է սենց, ոնց որ մեկը որոշի, ասի Թրամփը, որ եթե Հայաստանում իշխանությունները չհանձնվեն, ինքը կոչնչացնի Հայաստանը։ Իշխանությունները ում հանձնվեն, ընդ որում ոչ թե ընդդիմությանը, ասենք ուրիշ երկրի։ Ու հայկական իրականության մեջ մարդ կա մարդիկ, դրանց կարելի է մարդ ասել, սրա հետ կապված հարցերում հույսեր են փակայում։ Սա հայտարարություն արել, որոշում ընդունել։ Ոնց կարելի է լրջությունը այդ աստիճան կորցնել։
Իսկ սա տեսնելուց հետո Դոնալդ Թրամփը տարածել այս նկարը։ Սա Նետանյահուն է։ Մի կողմից ասում է կվերացնեմ, կոչնչացնեմ Պաղեստինը Համասը, եթե նա չհանձնվի։ Մյուս կողմից տեսնում ես պատկերը, սա Թել Ավիվում է։ Այս պատկերը Թել Ավիվում է, այսքան մա։ Մի քանի 100,000 մա դուրս է եկել ընդդեմ այս պատերազմի։ Ասելա թե ընդդեմ Նետանյահու եւ Թրամփը իր X-ում սա է դնում այս նկարի հետ Նետանյահուի։ Հիմա այս մարդու քանի հոգի կա, որ լուր ջանցնում Հայաստանում։ Քանի հոգի։ Ինքը մեկ օրվա մեջ մի քանի իրար հակասական հայտարարություն անում։ Մի քանի։ Հիմա ո՞նց կարելի է ասենք այդ մարդու մի ասած խոսքի վրա, եթե դա նույնիսկ մեր շահերից է բխում, երանելի ասված խոսք է, հա, երանելի։ Ո՞նց կարելի է դա հույս դնել։ Լավ որ ասում է, բայց չի կարելի հույս դնել։ Դա քաղաքականապես գրագետ չի։ Հաջորդ վարքյանին ինքը կարող ասի հանձնվեք, կգամ ոչնչացնեմ, եթե չեք հանձնվել։ Ուրիշ երկրի իշխանությունը փոխանակ ճանաչի, ինչպես ամբողջ աշխարհն է ճանաչում։ Ամբողջ աշխարհը 150 պետություն ՄԱԿ-ի ճանաչել է Պաղեստինի անկախությունը, նշանակում է Համասն այնտեղ, չէ՞։ Համասը իշխանություն է։ Համասին ստեղծել են Յասեր Արաբաթի դեմ կռվցնելու համար։ Հասկանում եք, դա ստեղծել է Իսրայելը, ինչև էս վերջերս հովանավորում է Իսրայելը։ Հիմա ասում կապիտուլացվեք։ Ամբողջ 150 պետություն ճանաչել է, Թրամփ ասում է չկապիտուլացվեք, կվերացնեմ ձեզ երկրի մեծ։ Հաջորդ վարքյանին տեսնում է միտինգ են դուրս եկել, դնում sense ծաղրական նկար դնում։ Բախեցած Նետանյահուի դեմքը։ Դե սրան լուրջ ընդունի։ Բայց փաստորեն հայկական իրականության մեջ մարդիկ կան, որ են ընդունում ցավը։ Հոլիվուդի լեգենդ Ռիչարդ Գիրը գրել է, հենց նոր։ Ասում մենք մի հատ նախագահ ունենք, որ լրիվ ինքը տոտալ աննորմալ է։ Ասում իր ներկայությունը շատ վատ է ազդում, ասում իր ներկայությունը սև է, մութ է, դարկ է։ Եվ ասում այդքան ամեն ինչ այնքան արագ է կատարվում այս վատանալու վիճակը, էլի։ Ասում նա համարյա ոչնչացել է մեր պետականությունը։ Սա ասում դերասան։ Հիշում եք երեք մենք խոսում էինք Սերգեյ Խաչատուրյանի մասին, թե ոնց է լինում, երբ որ երաժիշտը նաև մարդ է լինում։ Տաղանդավոր երաժիշտ, հանճարեղ երաժիշտ, շատ տաղանդավոր երաժիշտ, շատ եմ հավանում Սերգեյ Խաչատուրյան։ Ինքն էլ նաև նույնքան մարդ։ Պարզվում է, որ դա կարող է նաև դերասանը տենց լինի։ Տեսեք, ճշգրիտ է ներկայացնում։ Ոչ միայն ասենք Ռոբերտ Դե Նիրոն, էլի մարդիկ այն շատ են խոսում, բայց բոլոր ինչը այսօր էլ Ռիչարդ Գիրն է գրել դա մասին, որ սա նորմալ է կատարյալ։ Սա ավիրում է այս երկիրը։ Բացարձակապես ավիրում է։ Նա համալյասն ոչնչացել է մեր երկիրը։ Բայց Հայաստանում իր WhatsApp-ի համարը ունեցողները ոգևորված են, որ Թրամփի WhatsApp-ի համարն ունեն։ Holocaust researcher, when you study Auschwitz and you study the SS and the German Nazis, what they did to Jewish people, and you study it, and then you see, we have on our screens, this is what they do to Palestinians to torture them. Դոկտոր կանգնածներին, այդ պահակներին ասում ախր մենք բանը դպրոցներում սովորել ենք, հա, հոլոկոստի մասին, տեսել ենք, կարդացել ենք Auschwitz-ում, այդ ինչ էր կատարվում Auschwitz-ում, վառում են հրեաներն այդ ողջակիզում էին։ Իմիջիայլոց դու գիտեք, որ այդ ողջակիզման ամբողջ տեխնիկան, մեխանիզացիան, այդ մեքենաները արտադրում էին հրեական կազմակերպությունները։ Տենդերները շահում են հրեական ընկերությունները։ Այ հիմա ասում ախր չէ՞ բայց հիմա ասում նույն բաները արվում է հենց հիմա Իսրայելում։ There are 10,000 people since 2023 as hostages. They haven't 20,000 չէ 10,000-ից ավել ասում է հենց 23 թվականից Իսրայելի բանտերում այդ վիճակում են ինչ նացիստների ժամանակ Auschwitz-ում done anything. They haven't done anything. They're just in detention and they're being tortured. I can go on and on and
Բավական ոչ մի բան չեն արել, ասում են, տանջում են։ Նրանց ամենամեծ մեղքը փաստորեն ընդհանրապես պաղեստինցի լինելն է։ Ես չեմ դադարի, ես չեմ փոխնի կրկնելով, որ սա անհետևանք չի անցնելու, ինչպես առաջին օրվանից եմ ասել, ու կամ Իսրայելը կփրկվի փոխելով Նետանյահուին, դատելով իհարկե անշուշտ նրան եւ ստեղծելով Պաղեստինի պետություն, եթե դատվեց Նետանյահուն, դե մի անգամից մի քիչ շատ ծանր վիճակ, մի քիչ չէ, բավականին ծանր վիճակի մեջ է հայտնվում անմիջապես Ալիևը, որտեղ տրվում է իր ամենակարևոր սնող կապը։ Իր ամենակարևոր սնող կապը ոչ թե փողնա, նավթն է, չէ, հրեական լոբինգի քաղաքական աջակցությունն է այս հանցագործությունները պարտակելու համար։ Ես ես վստահեցնում եմ, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը զրկվեն մի օրով, չափազանցեցի մի օրով, դա մի որոշ ժամանակով զրկվեն հրեական լոբինգի աջակցությունից, այդ երկու երկրները շատ ծանր վիճակում կհայտնվեն քաղաքական իմաստով, դե տնտեսական արդեն ծանր վիճակում են, իսկ քաղաքական, եթե հասնի քաղաքականության, նա ուղղակի բանկրոտ երկրներ են դառնում։ Այդտեղ արդեն Հայաստանի քաշն է մեծանում, ինչքան ակտիվությամբ ինքը հանդես գա, այդ երկրները ուղղակի sense իր հիշողությամբ եւ պահանջատիրությամբ հանդելու ավիրելու համար։ Դա համար է այս թեման իմ համար շատ ակտուալ։ Բայց Բիբին Նետանյահուն տեղ չունի փախնել։ Եվ այսպես նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց 5 տարվա ազատազրկում։ Տեսեք։ Վրաստանում այն ինչ որ հիմա կատարվում է, մեծ մասամբ դա Եվրոմիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բաց թողումն է, իրանց մեղքն է։ Այո, որովհետեւ բավականին չաջակցեցին եւ չնպաստեցին, որ թույլ եղան, ասած ասեմ։ Ես կարծում եմ, դա իրանց մեղքն է։ Վրաստանը իրավունք չուներ վերադառնալ ռուսական ծիր։ Իրավունք չուներ։ Նրանք թույլ տվեցին, որ դա իրականանա։ Ես կարծում եմ ուղղակի իրենց այդ երկրներում հաղթեցին այն ուժերը, որոնք կարողացան պասիվացնել քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Եվրոպան միանշանակ չի։ Եվրոպայում նաև կարող են դատել նախկին նախագահներին։ Այսինքն բալու եւ չարի կռիվը, արդարի եւ անարդարի, կեղտի եւ մաքրության կռիվը, դա ինչպես տեսնում եք ոչ թե մեր մոտ է միայն, այլ նաև Եվրոպայում, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա ուզում եմ, որ մանավանդ Եվրոպա ձգտող մարդիկ ի սկզբանե նկատի ունենան եւ նաև նկատի ունենան մարդիկ, որոնք իդեալականացնում են այդ համակարգերը։ Այդ համակարգերը իդեալական չեն, բայց այնտեղ ռեալ կռիվ կա։ Ռեալ կռիվ։ Մի բան, որ հաստատ չի կարող լինել ռուսական համակարգում։ Ռուսական համակարգում չի կարող նախագահ դատվել, հա։ Չի կարող նախագահ հեռացվել աշխատանքից կամ հետո դատել։ Այսինքն այս ռուսական կայսրությունը ինքը շատ հստակ սև է։ Շատ հստակ ինքը կայսրություն է։ Ինքը քեզ կառնի, կծախի, նորից կառնի, նորից կծախի ավելի թանկ գնով։ Եվրոպական արևմտյան համակարգը ինքը սև ու սպիտակի անդադ կռվի մեջ է, մեկ այն կարող է հաղթի, մեկ այն կարող է հաղթի, բայց այնտեղ կռիվ կա։ Մի բան որ չի կարող լինի ռուսական համակարգ։ Ես ոչ թե, ասենք ռուսներն այնքան են ատում, որ իրանց չեմ ուզում լավ բան տեսնել։ Չէ, ուղղակի ես ուսումնասիրողի աչքերով եմ ասում։ Ես չեմ ուզում ոչ մեկս իդեալականացնենք արևմուտք կոչվածը։ Տեսեք, ես խոսում եմ Ամերիկայի մասին, բաց, Ֆրանսիայի մասին, բաց ինչ որ մեղադրում եմ իրանց Եվրոպայի միությանը կոպիտ ասած Վրաստանին դավաճանելու համար։ Այս դա համարում դավաճանություն։ Հուսով եմ հիմա օգնեն վրացիներին վերականգնել իրենց ինքնիշխանությունը։ Այսինքն ոնց օգնեն։ Անեն սանկցիաներ կիրառեն Իվանիշվիլից միջև վերջի են չինովնիկը, սանկցիաներ դրեն։ Ինչպես Ռուսաստանի պարագայում, որ դրանք այդ սահմաններից դուրս չկարողանան գալ։ Իսկ իրանք չարեցին դա Իվանիշվիլի պարագայում։ Ընդ որում Իվանիշվիլին նաև Ֆրանսիայի քաղաքացի է։ Չարեցին դա։ Հույս ունեմ կանը։ Եթե իրանք կարողանում են նախագահ դատել, դա նշանակում է որ համակարգը չի մեռել։ Դա նշանակում է որ Եվրոպան այո պայքարում է իր իրավունքների եւ ժողովրդավարության հիմունքներին հավատարիմ մնալու համար։ Մեկ հաղթում են սևերը, մեկ սպիտակները, բայց կռիվ կա։ Իսկական մեկ process կա։
պետք չի երբեք մտածել, այ հենց դարձանք Եվրոմիության անդամ, մեր խնդիրները վերանում է, ոչ, մեր խնդիրները երբեք չի վերանում, որտեղ մեր խնդիրները անընդհատ մենք պետք է հաղթահարենք, եթե կլինի ուժ եւ ռեսուրս Եվրոպայից կամ թեկուզ Ռուսաստանից օգտագործելու մեր խնդիրները լուծելու համար, դա նշանակում է մենք նաեւ քաղաքական ազգ ենք, եթե դա չենք կարողանում անել, գոնե մեր պետության մեջ մեր խնդիրները առաջնային մենք պետք է լուծենք, առաջնային, սա անհատական աշխատանք է, առանց փրկիչի վրա հույս դնելու, առանց փրկիչ փնտրելու, իր վրայից պատասխանատվությունը գցելու, եթե կարողանանք անենք, ուրեմն կունենանք, դուք պատկերացնում եք մի իրավիճակ, երբ որ ընտանիքի հայրը իր ընտանիքի խնդիրները լուծում է, փնտրում է հարևանի տանը, մենք որպես ժողովուրդ, մենք նման ենք այն ընտանիքի հորը, որը իր տան խնդիրները փնտրում է հարևանի տանը, եւ հույս ունի, որ հարևանը գալու է իր երեխուն դաստիարակի, կամ իր ամուսնուն բանալի խորհուրդ տա, խրատ տա, կամ իր կնոջը խորհուրդ տա, խրատ տա, պատկերացնում եք, մենք այդ վիճակում ենք, իսկ մենք չենք վերցնում պատասխանատվություն մեր վրա դրանով, ու դա շատ վատ հոգեվիճակ է, ոչ միտեղ չտանող։ Իսկ հիմա ես ուզում եմ ձեզ մի տեսանյութ ցույց տալ։ Դուք ասեք, ինչ է անում։ Իշխանությունը ասում է խաղաղություն, եւ սա ամենակարևորն է, վստահ եմ, որ այս բառ իր ատակի կոնցեպտով ամենակարևոր պահանջարկ ունեցող թեման ընտրությունների ժամանակ լինելու։ Բայց մենք ունենք խնդիր այս հարցը դարձնել բովանդակային, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է քննարկումը եւ կարողանան adekvat ընտրություն կատարել։ Հիմա անդիմությունը իշխանությունը ասում է խաղաղություն, ասում է սա։ Անդիմությունը ասում է այո, խաղաղություն, բայց եւ վերջ, այդտեղ դեբատը խցնում է։ Ես շատ լավ հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Ուրեմն նախ խաղաղության հարցում ապրիորի պետք է ընդհանրապես բոլոր հասարակությունները կոնսենսուս ունենան, որովհետև չեմ կարծում հասարակություն լինի, որ դեմ լինի խաղաղության։ Հիմա ձեր հարցը տեղին է։ Մենք ունենք հիմա տիտղոսակիր ընդդիմություն, որը խաղաղության գուցե շատ վատ մոդելին, որտեղ ես էլ լիքը վերապահումներ ունեմ այն մոդելի նկատմամբ, որ վարում է իշխանությունը հակադրում է ուրայերնասիրական մոդել։ Աստորեն, սուվերենացի հայաբանը Հայաստանի կառավարությունը ունի խաղաղության մոդել, պատկերացնում եք, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ուրայերնասիրության մոդել է հակադրում։ Այս իմ համար այսօր բացահայտում եք, գիտեք։ Վերջում կասեմ ամենակարևոր եզրակացությունը։ Այսինքն արժանապատիվ խաղաղություն։ Չէ, գիտեք ոնց է, ես խորհրդարան զգացիք հեգնական աղջիկ ջան, դու շատ երիտասարդ ես, բայց շատ շուտ դարձավ Պետրոս Ղազարյան։ Հեգնական արժանապատիվ խաղաղություն, այսինքն Նիկոլի առաջարկածը արժանապատիվ չի։ Այս աղջնակը հեգնում է արժանապատիվ խաղաղություն ասած բառը։ Ես կարող եմ նկարագրել ինչից հասկացա որ հեգնում է։ Դա բառի չէ, բառի մեջ դեմքին է գրված։ Հա, այս մկանները, այս քմտիծաղ, դեպի վերը, դա նշանք։ Մարդու դեմքը ունի 47 կարծեմ մկան։ Ու ամեն մի մկան ուղիղ աշխատում է ուղեղի։ Այն ինչ որ զգում է ուղեղը, միանգամից արտահայտվում է մարդու դեմքին։ Մարդը ինքը չի կարող կառավարել այդ մկանները։ Դա ավտոմատ ուղեղն է։ Ուղեղը համարվում է ինքը չի մտածել դա անելու համար։ Բայց քանի որ իր մոտ է զգացմունքը կա, միանգամից դեմքին երևում է։ Դες որ աղջիկ ջան, ափսոսում եմ, որ դες երիտասարդ դարձել ես Պետրոս Ղազարյան։ Ինչ ասեմ, քեզ ուրիշ բան չեմ կարող ասել։ Հանրական ընդդիմության մասին եմ հիմա ասում, իրանց հակափաստարկները նույնիսկ դրական իմաստով վերադարձեն խոստանում մի հատ Հայաստան, որ այլևս գոյություն չունի, եթե նույնիսկ ռացիոնալ ընդունենք իրանց։ Լսեցիք։ Արդեն մի հատ Հայաստան, որ այլևս գոյություն չունի, դա Արցախն է։ Սա ասում է իբր ընդդիմադիր Սուրեն Գնահատությունը, իսկ ինչ փոփոխություններ Հայաստանում լինի, երկու առանցքային տարեթվից հետ Հայաստանը չի կարող գնալ։ 1-2018 թվի բանն է, հեղափոխությունն է, մեկը 20 նոյեմբերի 9-ն է։ Այդ երկու կետից հետ չի կարող գնալ։ Կարող է շատ ուզենք հետ գնալ, բայց դա անհնար է։ Զուտ քաղաքագիտական, պատմագիտական առումով դա անհնար է։ Լսեցի, զուտ քաղաքագիտական, լես Գարշևի, զուտ քաղաքագիտական, պատմագիտական առումով որոշեց Սուրեն Սուրենյանցը, որ դա անհնարին է։
Դուք պատկերացնում եք, եթե ադրբեջանցիները ասենք 94 թվականին ասեն զուտ քաղաքագիտական եւ պատմագիտական առումով Արցախ վերագրավելը միջև հասնել Սյունիք, միջև հասնել Սոտք, մտնել Զանգեզուր, միջանց անհնարին է։ Պատկերացնում եք։ Սա մեր քաղաքական միտքն է։ Ու այս միտքը մտքես հորձումա, թոզումա այս միտքը հանրային ներուստատեսության։ Այսօր լսեցի, անկեղծ եմ ասում, մեղքս եկավ այն հասարակությունը, որը սպառում է այս զրույցները, սպառում է այս օրակարգը։ Ես ասեմ անկեղծ, այդ հասարակությունը, այն մարդը, որ լսում է հանրային եւ լսում է այս խոսակցությունը, շանս չունի հասկանալ իր այդ ինչա կատարվում։ Շանս չունի հասկանալ երկրի հետ ինչա կատարվում։ Շանս չունի հասկանալ որտեղ է սևը, որտեղ է սպիտակը։ Այս կարգի արտաթորանք մտքի ես վաղուց չէի տեսել։ Սովորաբար ոնց ուզում ալի 1-2 առողջ միտք լինում է։ Բայց ստեղ սա իբր դիմադի կողմն է։ Մնացածը լսենք։ Հիմա անպայման ես կարևորում եմ, որ վատ մոդելը խաղաղության, այսինքն ցանկացած բան, որ քննադատվում է, լինի այլընտրանք։ Պիտի առաջարկվի այլընտրանք, որտեղ տեսեք, մենք քննադատեցինք բոլորս նոյեմբերի 9-ի երրակոմ փաստաթուղթը, բայց բանը, այն ինչ որ ստացանք Վաշինգտոնում, առանձնապես դրանից լավը չի։ Այսինքն, քանի ուժային էս դիսբալանսն է, որևէ երաշխիք չկա, որ լավը չի։ Դե հիմա դա Սոփիկ Սաֆարյանը ոչ թե լավը չի։ Ո՞ս լավը չի, դու ինչ ես ստացել Սոփիկ Սաֆարյանը դեռ։ Թրամփից ինչ է ստացել։ Միսկի խմբի լուծանում, Ադրբեջանի զենքի մատակարարման վերականգնում։ Դու ինչ ես ստացել։ Այդ գաճաճ ոչնչություն, որ դու տես միանգամից ներվեցիր։ Դուք հասկանում եք, այս ամեն ինչը գնում է։ Դե բնականաբար այնտեղ համեք ավելի շատ են նայելու, քան այս հաղորդումը։ Դա համար եմ ասում, մեր փրկությունը ժողովուրդ ջան, այս հաղորդումը տարածելն է։ Այս հաղորդումները տարածելն է, փրկությունը տեղա, ուրիշ տեղ չկա։ Որովհետև եթե այս մտքի արտաթորանքին մենք չկարողացանք հակադարձել, բացատրել ժողովրդին ինչա իրականությունը։ Մենք կորցնում ենք ամեն ինչ։ Թեկուզ այդ 12%-ն է լսում ու հավատում սրան, բայց այդ էլ մերն է, այդ էլ կարող է դեր խաղա։ Դա խնդրում եմ անպայման տարածեք։ Պարոն Սաֆարյան, մեր մոտեցի, հա, եթե Արցախի կործանումը շատ լավ բան եք համարում, Վաշինգտոնում Արցախի խնդիրը չի։ Հա դե որտեղ չկա էլ Արցախ։ Հա դե հիմա չէ։ Լսեցիք։ Արցախի խնդիր չի եղել այնտեղ։ Ասում եմ, որտեղ չկա էլ Արցախ, չի ասում։ Ոնց է չկա Արցախ։ Համատում է, համաձայնվում է։ Նիկոլի ոչնչությունը, սա ինչ է դառել։ Եկեք հիմա այս հարցում չբանավիճենք, կարանք։ Բան չէ, պատկերացնում Վաշինգտոնում պետք է հետ վերցնի։ Ուրեմն, բայց ես լրիվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Լրիվ ուրիշ։ Ինչ եք պատկերացնում Վաշինգտոնը հետ պետք է բերեին Ղարաբաղը։ Հա։ Բա ինչ այդ տականք, բա ինչ եք հասել ընդ։ Ոնց թե հետ պետք է բերեիք Ղարաբաղը։ Բա ինչ պիտի անեիք։ Առնվազն Արցախցին պետքա վերադառնալ Արցախ։ Չի եղել այդպես զուտու։ Իրենք հիմա կասեն, ես այս հաղորդումը դիտելուց հասկացա մի բան, ժողովուրդ ջան։ Ուզում եմ ասեմ, ցանկացած բան որ քննադատվում է, նույն տրիփը։ Դե կարող ենք հակակշիռ առաջարկել։ Տրիփի Այս ամեն ինչը ես ամբողջ իհարկե ցույց չեմ տալու ձեզ։ Այս ամեն ինչը գիտեք ինչի մասին է։ Սա ռուսական կողմն է։ Ռուսական ու բանի Նիկոլի կողմերի մեջ համաձայնություն չկա։ Չկա ստեղ այս երկու պատերը որ կանգնած են իրար դեմ, չկա այնտեղ անհամաձայնություն։ Գոյություն չունի։ Իրանց համար նոյեմբերի 9 վերջնա, Արցախը չկա, հնարավոր չի, փախստականների հարց ընդհանրապես գոյություն չունի, դա այն կետերն են, որոնց քաղաքագիտական, պատմագիտական ու բառեր օգտագործում, որ ոչ մի մասնագիտական, չգիտեմ, հիմնավորում չկա տակը։ Չկա որ մեկը հարցնես, ինչ պատմա, ասկի ոնց ես հիմնավորում։ Որ վերադարձ չկա, ասկի դու ոնց ես, դու արդարացրեցիր ցեղասպանությունը ու վերջ։ Դու արդարացրեցիր վերջը պեչատեցի Ստալինի որոշման տակ ու վերջ։ Ես ասում եմ, նորից կրկնում եմ, ինչպես խորհրդարանում չկա ԿՊ եւ մնացածի մեջ տարբերություն, այս տաղավարում է Ստյոպիկի եւ նրա դեմ մեջ փաստացի
Բացի անազգանից ոչ մի տարբերություն չկա։ Իսկ մնացած երկու հյուրերը ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ։ Գարեգին Միսկալյանն էր, որ անես կողմից, որ ոչ մի ձևով ծանրակշիռ ոչ մի բան չունեցավ այդպես էլ, սրանց ասելու հələ մի վարքյան, դուք ցեղասպան եք, այ գյադեք։ Մյուս կողմից էլ Արամ Սարգսյանի այն բաններ, այն կնիկը սկսել է շատ ակտիվ, շատ մեծ, ես որ լսում եմ ինչա խոսում ես, ասում եմ մի վարքյան էր, ես ինչ-որ մի բան երևի չեմ հասկանում։ Քաղաքականությունը իրոք այդքան հիմար եւ ոլորտա եւ չեմ ասում sense հասանելի բոլորի համար, որ ասենք ամեն մի կտվորուի կարագա կանգնի այնտեղ ու լուրջ Արամ Սարգսյանական ոճով պետության հարց որոշի, լուծի ու փաստացի հմեկը դարել է այդ միջավայրը եւ այդ երեքի դեմ մի կողմից Գարեգինին չթողեցին խոսա երկար ժամանակ, այդ էլ կա արդարության համար պետք է ասեմ, բայց նույնիսկ այն բաները որ կա ինչ ասեմ, շատ տխուր տպավորություն է, շատ տխուր ու եթե սա է սպառվում հայ հասարակության կողմից մեղք այդ հասարակությունը շանս չունի դա չի նշանակում որ մենք պետք է համաձայնվենք հանձնվենք այդ մտքի հետ չէ ցանկացած մեկին որ կգնա հմեկ խոսալու եւ ընդհանրապես անց հետ դուք մի մտեք իրանց օրակարգ մի մտեք իրանք տանում են ինչ ոնց բանը ծուղակը գցեցին հա Գարեգինին ու մնացածին իսկ այլ որ սա վիճակը սա արդեն խաղաղությունն է դուք ինչ եք առաջարկում ընտրությունների ժամանակ ոչ մեկ չի ասում բայց ով ասես խաղաղությունը ով ասես որ նա բան առաջարկե նա կապիտուլանտ է նա հանցագործ է ով ասես որ օգոստոսի բանը ինչ օգոստոսի 8-ը դեռ ստորագրված բանը ինչ որ մի բան է իրանից ներկայացնում որ նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն ասում սա փաստաթուղթ չի եւ կատարման համար պարտադիր չի դուք ես ինչերից եք խոսում չէ այդ մասի ինչ խոսա դուք ընկնում եք ծուղակը երբ որ դուք մտնում եք իրանց օրակարգի մեջ ընկերներ դուք իրավունք չունեք դուք այնտեղ հանցագործություն եք կատարել պետականության նկատմամբ դուք դրա մասին պետք է խոսեք դա հենց մտնում եք իրանց խաղի մեջ դուք կրված եք այնտեղ արդեն կազինոյում եւ այս Պետրոս անընդհատ հիշացնում էր բանին նժար շարժմանը որ դուք ախնբարություն ինչ ես է խոսում ընդհանրապես 1% ունես դեռ ասում ախր 16%-անոց ասում 16%-անոց վարչապետը բան չի կարա որոշի Պետրոսը ոչ թե ասում է ոչ Նիկոլ Փաշինյանը 16 չի ասում դուք եք 1% եք բա հասկացաք իրանք գիտեն սա է հետաքրքիր բանը իրանք գիտեն որ իրանք 16 12 այդ կողմերն են իրենք գիտեն ու իրանք հույսը որ ասենք իրենց դեմ հակառակ շարժումները ասենք Պետրոս նժարը ունի 1% այդ էական չի արդեն ու չի էլ ասում Գարեգինը լի մի վարքան մեկ է երկուսը էական չի ես նոր քաղաքական գործիչ եմ նոր քաղաքական ուժ եմ եթե 1% ունեմ դա արդեն լավ է բայց դու 7 տարվա վարչապետ ես իշխանություն դու ունես 16% սա նշանակում է դու իշխանություն չունես եթե մի վարչապետ ունի 16% նա իշխանություն չունի նա արդեն իր նշանակում է իր բռնատիրական լծակներով ապահովում իշխանությունը երբ որ Թրամփի 30-ից իջավ 29-ը խուճապ էր 29-ը, ասում են այդպես բան չկա նշանակ, այտենց վատ ցուցանիշ չի եղել Ամերիկայի պատմության մեջ։ 29-ը նշանակում այն այլևս ազդեցություն չունի։ Սա 16 ասում են դուք ինչ անեք ինքը 16-ը դու մեկ ես։ Եթե դու 16 ես, տղա նշանակում է դու իշխանություն չունես։ Ոչինչ որ ասենք նժարը մի տոկոս ունի։ Մի ամսվա շարժում է։ Ինքը կարա իրան թույլ տա մի տոկոս ունենալ, բայց դա կարող է 2-3 ամիս հետո ինքը կարող է ավելի շատ տոկոս ունենալ։ Դու 7 տարվա մեջ քո ունեցած կապիտալը 16% է։ Դու նշանակում է դու կապիտուլացված ես։ Այս կարգի խոսակցությունն է պետք է, բայց մի խոսքով։ Ես մի բան հարցանի եմ ուզում դուք լսեք, միջև վերջի մասին կարա դառնանք լինի։ Միականատես երեխա պատմում է։ Ասում է մեզ բերեցին կանգնեցին ծովափին։ Ջրի մեջ այնքան դիակ կար, ջուրը չէր երևում արդեն։
բոլորը ուռել էին։ Մոտեցան մեզ երկու թուրք, երկու երեխա գցեցին գետնին ու սկսեցին կենթանի մաշկազերծ անել։ Երեխաները ճչում են ցավից խելագարվում, թուրքերը ուրախ երգում են։ Ճիշտ նույն երգերը, որ այսօր մենք լսում ենք այդպիսի մեծ հաճույքով։ Ապե ջան, դու մերը չել, ապե մեր պապերի հետ էլ ես ինչ կապ ունեմ դրանց հետ։ Մի թուրքը մյուս թուրքին կանչում է. տես ես հայը կովի նման է բառաչում։ Երևի նախորդը ուլիկի նման մկկացել է։ Ինչ զվարճանալի բան։ Հետո այդպես կիսա մաշկազերծ գցեցին կրակը։ Հետո եկան մորս բռնեցին, կենթանի գցեցին կրակը, վառվեց, չկարողացան քանել։ Հետո կտրած գլուխներով գնդակ էին խաղում, երգում, ուրախանում, Էմանան բաշկա գեջ բերեմ, հեյ բերեմ, էմանան կաֆա գեջ բերեմ, ճիշտ նույն երգերը երգելով, որ այսօր լսում ենք այդ մեծ հաճույքով։ Ճիշտ նույն քարոզչությունն այսօր արվում, ճիշտ նույն գործիքները այսօր են օգտագործվում Արցախում գերինկասների հետ, խաղաղ բնակչության հետ։ Ինչ եղավ որ։ Ինչ եղավ որ։ Դու պիտի մոռանաս։ Դու պիտի մոռանաս, մենք խաղաղության օրակարգ ենք տանում։ Սանց հետ կա խաղաղ ապրես։ Խաղաղ։ Խորոված ուտելու են կանչեմ ես։ Խաղաղ ապրես, որ քեզ հրավիր են խորոված ուտելու, բա։ Բա, խորոված ուտելու են, խորոված ուտելու են կանչե։ Սա մասին եմ ես ուզում ցույց տամ։ Սա կարևոր բան է։ Սրանք ինչ առայսօր հասել են օգտագործելով վախի, մահի նկատմամբ վախի, կորուստների նկատմամբ վախի, չարաշահելու, շանտաժի արդյունքում։ Ինչու են մարդուն սովորեցնում, ինչու են մարդուն դա անում, ինչու է դա արվում ընդհանրապես, որովհետև դա կառավարման գործիք է։ Մահվան վախը ամենաուժեղ վերահսկիչներից է։ Եթե մարդը մահվանից չի վախենում, նրան դժվար է ստիպել ենթարկվել անմարդկային օրենքին, անարդարության եւ այլն։ Կրոններն էլ են դա օգտագործում ինչպես կրակներ դժոխքի, նույն կառավարման համար։ Իսկ Հայաստանը ոնց է վերաբերվել դա, ընդհանրապես հայկական մշակույթը։ Նկատեմ։ Հին հայերի պատկերացումով մահը անցալվում է որպես անցում դեպի նահապետների աշխարհ, ոչ թե վերջնական կործանում։ Մեր նախնիների երգերում ու համայական խոսքերում հաճախ կա, որ մահը ուխտի ճանապարհ է, ոչ թե պատիժ։ Կրոնների մեծ մասը հաճախ օգտագործվել են մահվան վախը որպես վերահսկման միջոց, դժոխք դատաստաններ։ Ես այս որ կարծացի, որ հին հայկական տրամաբանության մեջ մահը դա ընդամենը եղել է անցում դեպի հայր աշխարհ, ոչ թե կործանման ճանապարհ։ Ես հիշեցի այն խոսքը, որ ասում է, այն բանակը, այն զինվորը, որ չի վախենում մահից, նա անպարտ է։ Պարտանում են այն զորքերը, այն խմբերը, որոնք վախենում են մահից։ Այո։ Ու եթե դուք ուշադիր եք եղել վերջին 5 տարվա մեջ, խոսակցությունը պատերազմ եք ուզում։ Մարդկանց ենթագիտակցության մեջ ակտիվացնելով վախը, մահվան նկատմամբ, կորուստի նկատմամբ վախը։ Ինչ է, դուք պատերազմ եք ուզում։ Ինչ Արցախ, ինչ վերադառնալ, ինչ պահանջատիրություն, ինչ ցեղասպանություն, դուք վախ եք ուզում, դուք մահ եք ուզում։ Այսպես կառավարում են սրանք։ Այս նույն գործիքը կազմով, մինչդեռ առաջվա հայերին դա չեն կարող անել, որովհետև առաջվա հայերին չէր վահը։
Դե մահը նախ անխուսափելի մի բան է, որ սա հետ կարող է լինի, եւ հետո ինչ։ Դրանց հայ զինվորը անպարտ է եղել։ Դրանց հայ զինվորը կարողացել է պահի իր տարածքը, իր երկիրը։ Դրանց հայ զինվորը կռվել է այն կարգի իմպերիաների հետ, կայսրությունների հետ, ոնց որ Բյուզանդիանն էր, Հունաստանն էր, Պարսկաստանն էր։ Դա է միակ պատճառը։ Որտեղ իր պատկերացումների մեջ մահը ում շունն է։ Այդ ինձ է եղել, հայ մարդը։ Հետո կարդում ենք իրանց ձևոտերը մատե չէ։ Հին հայերի հեթանոսական ընկալումներում մահը բնական շարունակություն էր։ Մարդը գնալու էր նախնիների աշխարհ, որտեղ գերդաստանի հոգիները պահում էին կապը կենդանի սերունդների հետ։ Մահվան մեջ չկար դատաստանական սարսափ, ավելի շատ կար պատիվ նախնիներին միանալու գաղափարի համար։ Դրա համար էր, որ հայերը շատ մեծ տեղ էին տալի գերեզմանին ու հիշատակի ծեսերին, դա կապն էր կենդանի ու նահատակվածների միջև։ Նույնիսկ շատ ազգերի զոհաբերություններում կենդանիների մահը ընկալվում է որպես անցում դեպի աստվածներին, ոչ թե կործանում։ Հայկական հատուկ գիծ մեր մեջ միշտ երկակի է եղել վախեցնող ու ազատագրող ընկալումների խառնուրդը։ Օրինակ, մեռելոցը դա ոչ թե սոսկ վախեցնող արարողություն է, այլ ընտանիքի հետ կապ պահելու տոն։ Մեռածների հոգիները համարվում էին մասնակցող կենդանի կյանքին։ Մեր միջնադարյան գրականության մեջ հաճախ ասում են մահը քուն է, մահը ճամփա է, ոչ թե վերջնական կործանում։ Ազատագրող մոտեցում։ Հայ նահատակները, ֆիդայիները, ազատամարտիկները միշտ ասում են ով մահից չի վախենում, նրան չի կարելի հաղթել։ Այս մոտեցումը գալիս էր հենց նախնիների հիշողությունից։ Մահը անցնում է, ոչ թե վախեցնող կետ, անցում անթանել։ Այսինքն հետանոսական հայի մոտ մահը պատիվ էր, միջին ստատիստիկական կրոնականի մոտ եւ վախեցնող, եւ դատաստան, եւ հավիտյանական կյանքի հույս։ Իսկ ազատամարտիկ հայի մոտ հաղթանակի բանալի, մխիթար գոշ։ Նրա դատաստանագրքում մահը ներկայացվում է որպես անխուսափելի օրենք։ Մահը բոլորին հավասար է, ինչպես արեգակը բոլորին լույս է տալիս։ Այսինքն մարդուն հիշեցնում է, որ մահը չի տարբերում հարուստին ու աղքատին, իշխողին ու ծառային։ Վախից ավելի սա հավասարության գաղափար է։ Գրիգոր Նարեկացի։ Նարեկացու Մարսյան ողբերգության գրքում մահը հաճախ ներկայացում է որպես անցում, բայց նաև մաքրում։ Մահը դուռ է դեպի կյանք մաքրվող կռիվ։ Նրա մոտ մահը ոչ թե վերջ է, այլ հույսի դուռ։ Այստեղ վախը հալվում է աղոթքի մեջ։ Իսկ Նժդեն գրում էր. ով ապրում է վախով, մեռնում է ստրկությամբ, ով ապրում է առանց մահվան վախի, նա արդեն անմահ է։ Մի ուրիշ խոսքեր կասում է. ով վախով ապրում, նա արդեն մեռած է, մեռնում է ամեն օր։ Արցախյան ազատամարտիկներից էլ շատերը նույն ոգին էին կրում։ Մահը նրանց համար վերջ չէ, այլ հայրենի շարունակություն։ Այս ամենից երևում է, որ հայի մոտ միշտ եղել է երկու ճանապարհ։ Մահը որպես վախեցնող դատաստան, մահը որպես ազատագրող անցում։ Ես ասում ոչ մի նոր բան չկա աշխարհում։ Ամեն ինչ հորինված է։ Դու ուժեղ ես, երբ դու տեղեկացված ես։ Դու ուժեղ ես, երբ որ հասկանում ես քեզ ոնց են ուզում մանիպուլացնել, ոնց են ուզում վախեցնել։ Իսկ տենում են դու չես վախենում։ Մի անգամից զինաթափվում են, դառնում են անզոր փոթել։ Իմ աշխատանքի իմաստը ես մեծ աշխով հենց այդտեղով տեսնում եմ։ Որովհետև ինֆորմացված մարդն է զինված։ Զինված ինֆորմացված ես, ուրեմն զինված ես։ Եթե դու զինված ես, դու արդեն անպարտ ես։ Քեզ հնարավոր չի մանիպուլացնել։ Իսկ վերջում ես ուզում եմ ձեզ լավ նորություն ասել, որ Արցախ կամերայի նվագախումբը եւ կա դեռ գործումը հիմա այն ղեկավարում է մեր մյուս
շատ տաղանդավոր երաժիշտ Նարեկ Ախնազարյանը թավջութակահար եւ Արցախ կամերայի նվագախումբը ունի համեր հոկտեմբերի 13-ին 19:00 կամերային երաժշտության տուն եւ համերգի հովանավորն է Հայ ընդհանուր բարեգործական միությունը։ Շնորհակալություն Հայ ընդհանուր բարեգործական միությանը, որ մենակ չթողեց Արցախի նվագախմբին։ Պետք է ասեմ, որ ամբողջ այս տարիներին Արցախում հենց Հայ ընդհանուր բարեգործական միությունն էր հովանավորում էր Արցախի կամերայի նվագախմբի համերգները, որի հետ ես անսահման ելույթներ եմ ունեցել, անմոռանալի եւ ելույթներ, եւ համերգներ, եւ ճամփորդություններ։ Դա այս ամեն ինչի համար շատ անձնական է եւ շատ հարազատ։ Շնորհակալություն Նարեկին գործ անելու համար, շնորհակալություն Հայ ընդհանուր բարեգործական միությանը ու շնորհակալություն այն մարդկանց, որոնք Արցախի անունը այսպես միշտ վառ են պահում, այսինքն պետք է միշտ հնչի։ Հիշեք, Արցախի ցեղասպանության Մասիսի, Արարատի, այս անընդհատ այս պետքա շրջապտույտի մեջ լինի։ Սա այն է, ինչ որ մեր թշնամին չի ուզում։ Իսկ եթե ինքը չի ուզում, նշանակում է մենք դա ավելի հաճախ պետք է անենք։ Գիտակցելով պետք է անենք, որ մենք հասկանանք, սա մեր ողջ մնալու հաղթության ճանապարհ տանող ձևն է։ Եվ ովքեր որ հետաքրքրված են երաժշտությունով, նույնիսկ եթե հետաքրքրված չեք երաժշտությունով, գնացեք օգնեք, ոգևորեք մեր արցախցիներին, որոնք այս վիճակով կարողանում են պահել իրենց նվագախումբը ակտիվ։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։